Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նյութ է դուրս եկել, ազատությունը հրապարակել է մի նյութ, որտեղ Օրի Ալավերդյանի հետ ունեցել է հեռախոսային զրույց, որտեղ Օրի Ալավերդյանն ասում է, որ այո, եթե ինչ-որ ապրանք վաճառվել է ու իր համար չկա փաստաթուղթ, մեր համար մեկ է, փոքրը կտա դրա 10% հարկը, թե մեծը։ Օրի Ալավերդյան, ես հասկանում եմ, որ դուք շատ խելացի եք, ես հասկանում եմ, բայց մեզ պետք է նաև ժողովուրդ սիրող մարդիկ, Էյխմանին եք նմանվում, որտեղ կոնցլագերում կառուցել են այդ կոնցլագերները շատ գրագետ ինժեներները, երեխեքին թունավորել են լավ բժիշկները։ Ես ընդունում եմ, որ դուք խելացի եք, ձեր գիտելիքներով տիրապետում եք, ձեր աթոռին արժանի եք, բայց այդ դեպքում ֆինանսների նախարար, այդտեղից մասամբ վերցրեք այն, ինչ որ կարա օգուտ տա պետությանը, ոչ թե ամբողջ այդ դահիճական վերաբերմունքը, ինչ է նշանակում մեր համար մեկը, ով թուղթ ունի, ով է մեղավոր, 10% պիտի տա փոքրը, դա ինչ է, ռեկետ, չի։ Դա ռեկետ է։ Այսինքն մենք կարող ենք ֆիքսել 3 կարևորագույն ուղերձ։ Առաջին դրույքաչափերի բարձրացում, երկրորդ առանց փաստաթղթի ապրանքի 20%-ի հարկում եւ գույքագրում։ Այս 3 կարևորագույն խանգարող հանգամանքներն են։ Եվ դա հարկումը, դրույքաչափի բարձրացումը, այսինքն 5-ից 10% դրույքաչափի։ Կներեք ձեզ, ընդհատում եմ 1000 ներողություն, բայց որպեսզի մի քիչ Ես լավ։ ականում ձեր պահանջը ֆիքսենք։ Ասում եմ, դու չունես թուղթ, բայց վաճառել ես ապրանքը 10%, դու արդեն ինձ պատժում ես։ Մեկ այլ տեղով ինչի ես 20% եկամ տահարկ ուզում։ Միա 10% դրույքաչափ, այսինքն վաճառքի արժեքից բարձրացում։ Հաջորդը գույքագրման պահանջ, չէ, որ գույքագրման պահանջը չեղարկի։ Դուքման ժամանակ չհայտնաբերված ապրանքի 20% առաջին անգամ։ Սա երրորդ, զգուշացում տուգանքները մինչև տուգանները զգուշացում լինի։ Դա կարևոր հարցերից մեկն է, որտեղ եթե ինչ-որ մեկին հենց առաջին հայացքից տուգանեցին, այդ պետքա տնտեսվարողը փակվի։ Սա ավազակություն է, որը նրանք ասում են հակառակը։ Ստիպում են դուք ինչպես գիտեք, որ կարաշ կարային դատարան տային, չէ դատարանը դա ինչ-որ մի ժամանակով հետաձգում էր։ Հիմի այդ օրենքը վերացրել է, դե լավ։ Հա, պետք է իսկ եթե այդտենց եղնի մի անգամից առանց այդ մուծելու մարդիկ պետք է մուծեն, հա դեմի, բայց այս ժողովուրդը սաղը ոնց որ հասկանում եք, մեր կառավարությունը ոչ թե ժողովրդի դեմ է ամեն ինչ անում։ Ու նա ես չգիտեմ, կամ ինքն է իր ուզում ստից հեռանա, կամ մեզ է ուզում հեռացնել։ Երկու վարիանտ։ Մեր վարիանտ։ իրավաբան հաշվապաներին է։ Եվս մեկ պահանջ ու խնդրանք, որ հուլիսի 1-ից ուզում են նոր օրենքի փոփոխությունը ընդունեն, մենք պահանջում եւ խնդրում ենք, որ գոնե թե եթե չեն չեղարկելու, այդ ընթացքը երկարաձգե մինչեւ հունվարի 1-26 թվականի։ Բայց ինչի՞ Եթե հունվարի 1-ը մեզանից է։ Պահանջի նիշան պետքա բարձր պահել։ Պահանջի նիշան վիճակի չենք այդքան հաշվապաներին վճարել։ Հաշվապաների օրենքն էլ չեղարկեն, որովհետև դա կախված է մեզանից, միայն մեզանից։ Իրանք կմուծեն 50-60%, բայց մենք պարտավոր ենք իրանց վճարենք, որ իրանք մուծեն։ Բնականաբար իրանց ծախսերը, իրանք գիշեր-ցերեկ աշխատում են։ Ես հաշվապաների դեմ ոչինչ չունեմ։ Գիշեր-ցերեկ աշխատում են։ Հիմա մի հատ գույքագրում անենք։ Իրանք 2 ժամվա փոխարեն 12 ժամ են աշխատելու։ Եթե մի հատ էլ անցնենք էնդես դաշտ, 12 ժամվա փոխարեն 30 ժամ են աշխատելու։ Անմեմ եկից, մենք եթե անցնենք էնդես դաշտ, մի հաշվապան մի էնդես է կարողանալ լավագույն դեպքում գիշեր-ցերեկ չկնիրա գումարի համար 2 էնդես է կարողանալու հաշվարկի։ Մենք ի վիճակի չենք վարձատրելու, որ իրանք էլ ես իմ քանի տոկոս պետությանը տան։ Ոչ, աղքատության շեմ ենք նվազացրել։ Մենք հաշվապաները, իրավաբանների գինը խեք այդքան բարձրացնում, որ մենք էլի վիճակի չլինենք դատարան դիմենք։ Միևնույնն է, ձեր մոտ դատարանները 7-ից 8 տարի տևում է, արդեն հասանելի չի։ Այնքան հարցեր կա, որ նայում ես 4-500 հազարը, ամենայն ազնվությամբ ես ասեմ 500 հազարը մեր սովորական միջին աշխատողի համար մեծ գումար է, բայց երբ որ մտածում ա, որ գիտեք ինչ, իրավաբանի պիտի դիմի այսքանը տա, ասում լավ տամ, որ 1 միլիոնը չտուգանվեմ,
որ 1 միլիոնը չտուգանվեմ, բայց եթե հիմա այդ 500,000-ը դառնա 2 միլիոն, օրինակ 3 միլիոն, 4-5 տարի ձգվող դատեր են, 2 միլիոն, 3 միլիոն, քաղաքացին չի կարալու տա, այսինքն իրանք ամեն ինչ անում են, որ մեզ միջև վերջ, մեր ծնողներից ժառանգածը կորցնենք, մենք, հաշվապաները, իրավաբանները, իրանք ուզում են ամեն ինչը վերցնեն իրանց, վերցրել են, ես ուղղակի մի հատ բան եմ էլի ուզում խնդրեմ ձեզ, մի հատ փաստացի հարցրեք էլի կառավարությանը, ոնց կարա, ինչ որ մի նարեկ էր, 8 սուպերմարկետ բացի 160 հատ, 160 հատ նրա հետևից չգնան, մեր քնձռոտ մի հատ խանութը, որ չի ծաղկե, ոչ է կարողանում ենք նորմալ ռեմոնտ անենք, մեր հետևից ամեն օր գան, կարելի է, արդեն ես գիտեմ, քաղաքացիներ, որոնց խանութները մտել են, այն կարգի են տուգան է, որ մարդիկ իրանց տուն, տեղ, ամեն ինչ վաճառում են, ես արդեն իմ շրջապատում 2-3 հոգի տենց գիտեմ, որ իրանց ծնողներից ժառանգած տուն են, ես վախենում եմ հունիսի 1-ից մենք էլ ենք տենց լինելու, ամենայն ազնվությամբ, որ հասնի այդ կետը ուրիշ բան չեն կալու, բայց ես չեմ ուզում իմ երկրից այդամ, ձեր նման մարդիկ պետք է կանգնեն մեր կողքին, որ կարողանանք պայքարենք, հայրենիք ա մեզ պետք։ Ներեք, էլի մի բան էլ ես ասեմ, ես ուզում եմ մեր 55,000 շրջարկ վճարողները հասկանան, որ այս հարկային փոփոխությունները շրջարկը փուլային եւ հետեւողական վերացնելու, ՓՄԾ-ները ոչնչացնելու մասին է։ Այս գիտակցությունը թող բոլորի մոտ լինի։